Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Գագիկ Ծառուկյանն այս օրերին հանդիպումներ է անցկացրել Տավուշի մարզում, Նոյեմբերյանում և Բերդում։ Սահմանապահ բնակավայրերում քաղաքացիների հետ զրույցների ընթացքում քննարկել են անվտանգության, սոցիալական պայմաններին, աշխատատեղերի ստեղծմանն ու մարզի զարգացմանը վերաբերող հարցեր։ Ամենակարևորը խոսք եմ տալի հասանելիքի երկրի ժողովրդին, նրան հետևական է, որ ճիշտ նպատակին հասնի, ճիշտ նպատակին ծառայի, որ մարդիկ դասկան, ես ոչ գումարի կարիք ունեմ, ոչ պաշտոնի կարիք ունեմ, Աստծու կամոք, ամեն ինչ հասել եմ աշխատանքով, պետական պաշտոնի չեմ եղել։ Հանդիպումների ընթացքում բնակիչները բարձրաձայնել են ճանապարհների, գյուղատնտեսության, սոցիալական աջակցության և երիտասարդների զբաղվածության հետ կապված խնդիրներ։ Թեկնածուն վստահեցրել է, որ պետական հոգատարությունն ու զարգացման ծրագրերը պետք է հասանելի լինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև ամենահեռավոր սահմանամերձ բնակավայրերում։ Մենք պետք է կարողանանք մեր մեջ կուղենք, որ ամբողջ աշխարհը մեզ հարգի, որ մեր գործընկեր լինի, լավ դաշնակիցներ ունենանք, հնարավորություն տանք, սկսած ասենք ասելով, որ իրոք անհրաժեշտ է այսօր սառնաներ կառուցել։ Տավուշյան քարոզարշավի ընթացքում սահմանապահ բնակիչներն էլ շեշտել են, որ այսօր կարևոր է ոչ միայն անվտանգությունը, այլև վստահությունը, որ իրենց համայնքները ունենալու են զարգացման իրական հնարավորություն։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խոստացել է, որ կձևավորի այդ վստահությունը իր ծրագրերով։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։